Դա ինչ վերադարձանք եւ շարունակում ենք եթերը եւ կարծես այսօր իսկապես մշակութային եթերը մեզ մոտ ստացվում։ Հենց այդպես, եթե ներկայացնենք, արդեն իսկ կհասկանաք, որ իսկապես մշակութային եթեր է մեզ մոտ։ Խոսքը մայիսի 18-ին կայանալիք համերգի մասին է օպերային թատրոնում կայանա Կադանս անսամբլի բացառիկ համերգը օպերային թատրոնի կամերային նվագախմբի մասնակցությամբ տևական դադարից հետո։ Իսկ ես ներկայացնեմ մեր հյուրերին եւ այսպես Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կադանս անսամբլի կիթառահար Հակոբ Ջաղացպանյան, բարի լույս, եւ բեմադրիչ, խորեոգրաֆ Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյան։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք հենց մեզ հետ եւ ինչով էր պայմանավորված այս տևական դադարը։ Իրականում ես չի ասի, որ մեծ դադար է տեղի ունեցել, ուղղակի երևի վերջի մեր ելույթը օպերային ազգային նվագախմբի հետ եւ Կարեն Դուրգարյանի հետ տեղի ունեցել 12 տարի առաջ։ Կարեն Անանյանի ուրեմն օգնությամբ, որը մշակեց այդ տարվա եղանակները նվագախմբի եւ կվինտետի համար, հետո բացի այդ մենք ունենք մի քանի սիրուն գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք մշակել է նվագախմբի եւ կվինտետի համար Վալտեր Ռիոս արգենտինացի։ Երևի դադարը հենց կապում եմ դրա հետ, քանի որ մինչեւ այդ ոչ շատ ակտիվ, որին ես ինքս կողմնակից չեմ, ելույթներ ունեցել ենք։ Իսկ ո՞րն է շարժառիթը այս համերգի նախաձեռնության։ Մայիսի 18-ը նաև նոր մեկնարկ կա մեր անսամբլում։ Մենք փետրվարի 18-ին կարևոր շրջադարձային օր ունեցանք անսամբլում։ Անսամբլը անցավ ռեբրենդինգի, լոգոտիպի, թարմացման, շուտով ինքը հանդիսատեսին ներկանալու նոր ձևաչափերով եւ փետրվարի 18-ը կարևոր օր էր նաեւ անսամբլի համար, որտեվ Կադանս պարախումբը միավորվեց Կադանս նվագախմբին եւ մեկ հարկի տակ ձևավորվեց մեկ անսամբլի գաղափարը, որտեղ որ պարախումբը պետք է լրացնի երաժշտությունը եւ երաժշտությունը որպես պետք է լրացնի պարին։ Այս ձևաչափը մենք շուտով կներկայացնենք հանդիսատեսին մեր մենահամերների տեսքով եւ մայիսի 18-ը ինքնին հենց այդ մեկնարկի սկիզբը կարելի է համարել։ Հետագա մեր համերները արդեն պլանավորված են, մայիսի 18-ից հետո մենք ունենք հունիսի 17 կրկին օպերային թատրոնում, որտեղ արդեն ամբողջական թե պարային ստեղծագործություններով, թե նվագախմբերով եւ մեր կվինտետով կներկայացնենք ամբողջական այդ գեղեցիկ երկու միավորման արդյունքը մեր հանդիսատեսին։ 2025 թվականը այսպես շատ ակտիվ եւ նոր շնչով եք սկսել։ Այո, չի թողնում ամառը հանգստանը եւ այո։ Ընդհանրապես Կադանս անսամբլը իր ձևաչափով, իր ստեղծագործական ուղին շատ լեցուն է, շատ հետաքրքիր է բոլորիս համար, բայց այսօր մենք աշխատում ենք նաև այն ուղղություններով, որտեղ որ այսօրվա իրականության, այսօրվա մշակութային նորությունների ձևավորման այդ փուլերի միջով նաև մենք պետք է անցնենք եւ բոլոր հետաքրքիր այն կարևոր որակները, որը այսօր մեր հանդիսատեսը պահանջում է որպես նորություն եւ թարմացում, գործածվելու են անսամբլում, բայց պահպանելով Կադանս անսամբլի թե նվագախմբի եւ թե պարախմբի կարևոր հիմնասյուների որակները, ծրագրային ձեռագրերը, որը որ մենք երկար տարիներ տեսել եւ լսել ենք։ Եվ այսպես վերադառնալով մայիսի 18-ին, ինչ է սպասվում այդ օրը։ Ինչպես ասեց Ասատուրը, ուրեմն մայիսի 18-ը միայն նվագախումբն է, ազգային օպերային նվագախումբը կամերային, Կարեն Դուրգարյանը եւ Կադանս անսամբլը։ Եվ կլինեն մենանվագներ, այսինքն մի քանի գործ առանց նվագախմբի, իսկ հունիսի 17-ը լիարժեք արդեն պարախմբի հետ ամբողջական անսամբլի, այո, ներկայացված համերգ պետք է լինի։ Ինչպես կբնութագրեք, այո, համերգի ծրագիրը։ Ձևաչափը տեսեք, մենք պարոն Դուրգարյանի հետ հենց ամենասկզբից
փորձեցինք երկու համերգ դիտարկել, որտեղ որ առաջին մայիսի 18-ի մեր մենահամերգը ամբողջ երաժշտասեր հանրության համար կլինի, կնվիրվի երաժշտասեր հանրությանը, իսկ արդեն հունիսի 17-ը թե երաժշտասեր հանրությունը կարող է ներկա լինել, թե պարարվեստի բոլոր ներկայացուցիչները կարող են, եւ հունիսի 17-ը ամբողջովին հիմնված է լինելու պարային ստեղծագործությունների վրա եւ առաջնահերթությունը արդեն հունիսի 17-ին մենք կտեսնենք պարը եւ ուղեկցությամբ արդեն նվագախմբի։ Իսկ 18-ի ծրագիրը 18-ի ծրագիրը ասեք 18-ի ծրագիրը եւ հայկական եւ տանգոներ եւ պոպուլար մի քանի ստեղծագործ, այսինքն բոլոր տիպի երաժշտասերների համար լիարժեք բավարարված կարծում եմ կգնան եւ ես կարելի է երկու խոսք իհարկե փոխանցեմ մեր գործընկերներին, որոնք շատ հաճախ մեր կողքին են օգնության կարգով, խորհրդի կարգով, դա գործադիր տնօրեն ուրեմն Լևոն Ալթունյանն է իր կոլեկտիվով եւ Վարդանանց բժշկական կենտրոնը, որոնք միշտ աջակցում են Կադանս անսամբլին։ Եվ մեր ելույթը պարզ է բնույթ է կրում հետեւյալ, որ տեղեկացնենք հանդիսատես գա եւ վայելի հաճույք ստանա, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ ցանկացած մարդ իր բավարարվածությունը կստանա ըստ ծրագրից, այսինքն տարբեր տիպի բաներ հատուկ մտածված է ծրագիրը եւ Կադանս անսամբլը իր տանգոների, ֆլամենկոների աշխարհում շատ ակտիվ է եղել միշտ, բայց պետք է հիշենք նաև, որ այն հայկական մշակումները, որ Կադանս նվագախումբը ունի, կրկին բացառիկ են եւ ծրագիրը կազմելուց ես շատ մանրակրկրորեն անդրադարձել եմ, որպեսզի հանդիսատեսը կարողանա լսի այն ամբողջ մերկապնակը, ինչ որ Կադանս ունի, դրանք թե կլինեն հայկական ստեղծագործությունների ներքո, թե արդեն արգենտինյան եւ մնացած ոճերով, որը որ շատ հարիր է Կադանս անսամբլին։ Իսկ ինչպես են հիմա աշխատանքն ընթանում, նախապատրաստական նախքան համերգը, ինչ կարող եք պատմել այդ փորձերից։ Շատ ակտիվ ենք եւ ըստ մենահամերգի ձևաչափի մենահամերգ ասվածը արդեն ինքնին պահանջում է ակտիվություն, լայնածավալ աշխատանք, մեր փորձերը արդեն սկսվում են օրկեստրի հետ, երբ որ մենք 1-2 օրից կվինտետի հետ արդեն կսկսենք թատրոնի հետ, նվագախմբի հետ մեր փորձերը, դրան միանում են այն բոլոր կարևոր կոմպոնենտները, որոնք որ մենահամերգը պետքա էլ ավելի հանրային դարձնեն, էլ ավելի հասանելի դարձնեն եւ շատ աշխատանքներ նաեւ տարվում է մեր հանրությանը, որպեսզի այսօրվա այս իրադարձությունը հնարավորինս շատ տեղեկացված լինեն, քանի որ բացառիկ երեկո է սպասվում, փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր հանդիսատեսը արդեն այս մեկնարկով եւ մոտակա 1-2 համերգների մեկնարկով արդեն ընկալի այսօրվա Կադանս անսամբլի թե ձևը, թե ֆորման եւ հաջորդ հետագա մեր մենահամերգները արդեն բնականաբար էլ կարիք չենք ունենա հանրությանը ձևաչափերի մասին խոսելու, ներկայացնելու եւ պատմելու։ Ինքը արդեն ձևավորված կլինի, նաեւ մեծ աշխատանքներ այդ ուղղությամբ ենք տանում։ Դասական անսամբլում միշտ չէ, որ կիթառը համարվում է ավանդական գործիք։ Այո։ Այ ձեր մոտեցումը ինչպիսին է։ Այ իմ աշխատանքը ուսանողներս չեն թողնի ստեմ, այ կայանում է դրանում, որովհետև ես միշտ ասել եմ, դասական գիտարը շատ հաճախ հեռացած է ընդհանուր երաժշտական հիմունքներից, կանոններից, եւ իմ նպատակն է հասցնել երաժշտական առումով այդ գործիքը այն մակարդակի, որպեսզի ցանկացած երաժիշտ լուրջ ընկալի եւ դատի երաժշտի որակի մասին, որովհետեւ շատ հաճախ օրինակ նվագում է գիտարարը Բախի ինչ որ մի հատված կամ ջութակի կամ թավջութակի լյուտնայի կապ չունի, երբ որ երաժշտի ջութակարի կամ դաշնակարին կամ կոմպոզիտորին հարցնում ես ինչպես էր հավանեցիր, պատասխանը հետևյալն է, դե ես գիտարից ոչ մի բան չեմ հասկանում, դա իմ համար շատ վիրավորական է, որովհետև ես համարում եմ, որ ես եթե հասկանում եմ դաշնակարը լավն է թե չէ, կամ
հոբոյահարը կամ կլարնետահարը, ինչի պետքա ուրիշի երաժշտի կողմից այդպիսի վերաբերմունք լինի։ Դա իմ համար շատ վիրավորական է։ Հիմա ես աշխատում եմ դրա վրա, որպեսզի ոչ մի այլ կերպ չդատեն մեզ, որ ասեն գիտարը դե ուրիշ բան է, մենք լրիվ ուրիշ աշխարհում ենք։ Բայց դրա հետ միասին նայեք, հիմա այս տիպի երաժշտությունը, որ պետքա հնչի, դա մի քիչ ինձ համար խորթ է։ Չնայած նվագում եմ 20 տարի նույն անսամբլում եւ առաջի համերգը, մենահամերգը, որ ես նվագեցի 2000 թվականին, լրիվ համերգը կազմված էր Ասթոր Պիացոլայի կտորներից, ուրեմն ստեղծագործություններից, այդ ժամանակ գրեթե ոչ մեկ չգիտեր ով է։ Բոլորը գալի 2000-ականներին, այո։ Եվ այդ 2000 թվականից սկսվեց հետաքրքրությունը Ասթոր Պիացոլա, տանգո, նուևո տանգո եւ այլը։ Ինձ համար դժվար է անկեղծ լինեմ անսամբլում նվագել, որովհետեւ ամբողջ ձեռքս, ուժս ես օգտագործում եմ, որպեսզի գործիքը քիչ թե շատ հնչի։ Եվ եթե մեջտեղում ունեմ փոքր հատված, սոլո, ինձ համար հասկանում եք 20 րոպե անընդհատ նվագելուց հետո ամենաբարձր ձայնով, որովհետև կան ռոյալ, ջութակ, ակորդեոն եւ այլ բարձր գործիքներ։ Բայց դա անում եմ հաճույքով արդեն գրեթե 20 տարի։ Մենք շնորհակալ ենք ձեր այդ կատարած աշխատանքի համար եւ շնորհակալ ենք, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Շնորհակալություն ձեզ։ Կսպասենք եւ համերգին եւ առաջիկա հաջողություններին եւ աշխատանքներին, սիրով ներկայացնելով այդ ամենը նաեւ մեր տաղավարից։ Իսկ մենք սիրելի հեռուստատողներ շարունակում ենք եթեր